Իմ գնահատականն է, որ մենք տնտեսական զարգացման բոլորովին նոր մի շրջափուլ ենք մտնում, եւ դա իհարկե կապված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացի հետ, եւ մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասվում, որը կապված է առաջին հերթին TRIP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից։ Բայց ըստ էության այսօր էլ Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ եւ իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաև, որ քաղաքական հստակ հանձնառություններն է, որ այդ թվում արտահանումները հնարավոր իրականացնել երկաթուղով, իհարկե Վրաստանի տարածքով մինչև մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք, եւ սա շատ կարեւոր է, եւ ուզում եմ ասել, որ պայմանավորվածությունը քաղաքական հետեւյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն դա եւ ներմուծման եւ արտահանման հուսալի ուղի է, բայց ես ինչքան հասկանում եմ, մենք դեռ արտահանման համար առանձնապես երկաթուղին չենք օգտագործում, որովհետեւ դե պարզ է, որ 30 տարվա լոգիստիկ շղթաներ են աշխատել, իրանք վերափոխելու համար նախ պետքա վստահություն, մարդիկ պետք է հասկանան, որ ասվում է ինչքանով է տևական